Պարոն Գրիգորյան, Տեր Արամը կամ կարգալույծ եղած քահանան երեք լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Կադիրովին ինք համարում է շատ լավ ղեկավար, դուք պաշտպանում եք այդ հոգևորականին, շարունակում եք պաշտպանել, դուք ևս կիսում եք այս տեսակետը, կարծում եք, որ իսկապես Կադիրովը շատ լավ ղեկավար է։ Տեսեք, հարցի սկզբից գամ, իմ համար ինքը կարգալույծ եղած չի, որովհետև իրեն կարգալույծ պետք է անի կաթողիկոսը, ով իրապես կաթողիկոս չէ, Կտրիշ Ներսիսյանն է, ով խախտել է կուսակրոնչյան ուխտը, բայց այս մանրամասների մեջ չմտնենք։ Ինքը մարդ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, անկախ իր մտածելակերպի տարբերությունից հոգևորական, աշխարհիկ թե այլն, ինքը ասում է ազատ խոսք է եւ մարդն ասում է այն ինչ որ մտածում է հիմա թե ինչա ինքը այդ ասելով ինչի նկատի ուներ եւ այլն այդ իրան պետք է հարցնեք ինքը ոչ իմ ընկերն է ոչ իմ բարեկամն է ոչ իմ քաղաքական թիմից է ուղղակի ինքը քահանա է ու ես ընդունում եմ հիմա այդ Կադիրովի մասը երևի իրանից հարցնեք Չէ, պարզապես ինքը փաստորեն այդ գաղափարը, այդ անձին ընդունող հոգևորական է եղել եւ հիմա դուք պաշտպանում եք նրան, նշանակում է այդ գաղափարները կարող ինչ-որ ձևով դուք եք կիսեք։ Միանշանակ ես չեմ կիսում, որովհետեւ գաղափարը ես կիսում եմ միայն իմ քաղաքական թիմի գաղափարները, թե ինչա ասել ինքը երևի մեկնաբանությունը կտա կամ եւ դա իր Սահմանադրական իրավունքն է, ազատ խոսքը, բայց ինչ վերաբերվում օրինակ տարբեր հոգևորականներ, տարբեր քաղաքական եւ ընդդիմադիր գործիչներ պաշտպանում են, այսինքն իրենք դուրս է գալիս, որ ընդդիմություն են, որովհետեւ այսօր իրենք նույն բանն ասեցին, բայց երբ որ մենք էինք այդ իրենց ասում, որ չգիտեմ, օրինակ դուք եթե այս գաղափարն եք պաշտպանում, ուրեմն դու այդ գաղափարը եք, իրանք ասում էին չէ, այսինքն իրանք այսօր եկան որովհետև Վարդան Ղուկասյանը երբ որ միութերական պետության մասին հայտարարությունը արեց, դուք ամբողջ թիմով ասում եք ընդդիմությանը, որ դուք կիսում եք փաստորեն միութերական երկրի գաղափարախոսությունը, ուզում եք Հայաստանի անկախությունը վերանալ։ Հիմա փաստորեն ստացվում է դուք էլ կիսում եք այդ կարգալույծ եղած հոգևորականի կարծիքը, որտեղ պաշտպանում եք։ Տեսեք, դուք Վարդան Ղուկասյանին բերել եք համեմատում եք քահանայի հետ։ Վարդան Ղուկասյանը երբ այդ միտքը ասեց, երբ այդ միտքը Վարդան Ղուկասյանն ասեց, այդ մտքի հետ հաշտ լինելով ընդդիմությունը գնաց եւ Գյումրիում պաշտպանեց Վարդան Ղուկասյանին եւ եթե իրենք ոչ պաշտոնական, չգիտեմ, իրենք չէին առաջադրել, բայց եթե դուք վստահ եմ Գյումրիում եք եւ տեսնում եք բոլոր ընդդիմության падգամավորներին, ովքեր եկել եւ աջակցում էին Վարդան Ղուկասյանին եւ ընդ որում ազգային ժողովում էլ կոպիտ ասած արդարացնում էին իրեն վարքերը, բարքերը եւ այլն եւ ես չեմ տարբերություն որտեղ պաշտպանում եք այդ ես պաշտպանում եմ իր հոգեվորականությունը ես չեմ պաշտպանում իր չգիտեմ օրինակ քաղաքական եթե ունի մտածելակերպ կամ ինչ-որ մի գաղափար այդ դրա մասին ես չգիտեմ ես պաշտպանում եմ իրան իմանալով որ ինքը լավ հոգեվորական է եւ այդ համայնքի բնակիչներից բազմաթիվ մարդկանց հետ շփվել եմ հասկացել եմ որ իրապես հավատացյալ է եւ ես իրապես հավատացյալ եմ միանշանակ պաշտպանելու եւ պաշտպանելս իմաստած է պաշտպանելը հետեւյալ ձև է որ իր պատարակին ես գնալու եմ եւ իմ համար ինքը կարգալույծ եղած չի որովհետեւ կարգալույծ անողը չկա Դուք երեք նաև ասացիք, որ պատրաստում եք ձեր երեխաներին իր մոտ կնքել։ Խնդիր չունեք այդ առումով, որ կարգալույծ քահանան է կնքելու նրան։ Տեսեք, ես եւս մեկ անգամ ասել եմ, եթե եկեղեցին ազատենք Կտրիչ Ներսիսյանից եւ իր խուտանից, ես եւ Արամ քահանան ընդունի եւ ցանկանա Այո, ես իմ երեխաներին կտանեմ եւ Արամ քահանայի մոտ կկենքեմ եւ ես ասում եմ ինքը կարգալույծ եղած չի եւ ես ունեցել եմ նաեւ ծանոթ սարկավակ իմ համայնքում ով իմ երեխաները եթե այսօր աղոթել գիտեն իր շնորհիվ է եւ ես իրապես իրեն հավատացյալ եմ համարում եւ Աստծո ծառա եմ համարում եւ հիմա ինքը չի ծառայում ըստ էության բայց ինքը էլի իմ համար մնացել է նույն հավատավոր նույն մարդը նույն արժեքներ կրող մարդը եւ ինքը այդպես էլ պահում է իրեն Բայց նաև դուք մի այսպիսի փորձ ունեք, երբ եկեղեցում քավոր էիք եւ հրաժարվեց քահանան պսակադրություն անել ձեր քավորությամբ։ Մտահոգություն չունեք, որ երբ որ ասում եք եկեղեցին մաքրենք, իրականում շատ քահանաներ հրաժարվեն էլի ինչ որ կարգ արարողություն կատարել ձեր հետ կապված։
Տեսեք, ես չեմ մտահոգվում, նախ սկսենք նրանից, որ այդ քահանային ընդամենը հանրությունն ու հասարակությունը աչքերի մեջ նայելով հասկանում էին ինքը ով է, իր խոսելը եւ այլն, այդ ես չեմ ասում, այդ հանրությունն ասում եւ երկրորդը, հիմա այդ քահանաները, Կտրիշ Ներսիսյանը եւ այլն, Ռոբերտ Քոչարյանի ըստ էության ոնց որ հեն վազվզողներն են, որը էս արեք, որտեվ այնտեղ քահանան գիտեր ես որ գնալու եմ, ես չգիտեի որ ինչ որ քաղաքական նկրտումներ ունի, ինքը համաձայնել էր որ ես գնալու եմ, բայց այդ օրը իրան երևի զանգել էին, որտեվ ինքը հեռախոսի մեջ էր միշտ ցույց տալիս, որ այս տեսեք ուղարկած ձեր էսերեն եւ ինքը փորձել էր մի հատ էլ հանրահավաք կազմակերպել այդ օրը, բայց դե հայ համայնքը այնտեղ շատ ու շատ լավ մարդիկ կան, որոնք իս ճանաչում են, որոնք գիտեն, որոնց ստեղի բարեկամները մշտապես իս դիմել են, ես փորձել եմ աջակցել, չէր հավաքվել մարդ։ Եվ ըստ այդմ ինքը մնաց եկեղեցուց դուրս, մենք հավատավորներ եկեղեցու ներսում աղոթք կաչեցինք։ Այսինքն ինքը մենք իրան որևէ բան չենք ասել, բայց ինքը աղոթքի պահին նույնիսկ կապ չունի այդ մարդը քաղաքական ինչ նկրտումներ ունի, ոնց է, երբ հայր մեր առաստված աղոթք էս առաքում, քահանան չմտնի եկեղեցի։ Այսինքն ինչա դուրս գալիս, դուրս է գալիս, որ ինքը ոչ այնքան հավատավոր է, այլ այդ իր համար ուղղակի աշխատանք է։ Ինչպես եւ Կտրիշ Ներսյանի համար այդ իր համար աշխատանք է, գումար վաստակելու միջոց, ոչ թե որպես հավատացյալ։ Մենք ունեցել ենք, կներեք, մենք ունեցել ենք Վազգեն առաջին։ Օրինակ, եթե իր շորին մեկը ձեռքով կպչում էր, ինքը արդեն իսկ կոպիտ ասած բժշկվում էր, որովհետև ինքը իրապես սուրբ մարդ էր։ Մենք ունեցել ենք նաև Գրիգոր Նարեկացի, ով ամուսնացյալ է եղել եւ այդ փաստը չի թաքցրել եւ ինքը սրբադասվել է։ Այսինքն, տեսեք, սութը, կեղծիքը, այս առևտուրը, ասենք սուր գրքում կա չէ, որ Հիսուս մտնում եկեղեցի, ասում է, ինչ եք սարքել Աստծո տունս։ Այնտեղ արծաթով բան էին անում, առևտուր էին անում։ Հիմա եթե եկեղեցիներ կան, չեմ ասում բոլորի մասին, որ քահանան թույլ չի տալիս դրսից մոմ գնել եւ մուտք գործել այդտեղ մոմ վառել։ Եվ ես ձեզ, եթե ցանկանաք, ես կարող եմ ձեր հետ գնալ միասին, մեկ եկեղեցի գիտեմ, մոմ գնենք դրսից եւ մտնենք վառելու, որովհետեւ տեսեք, կա մոմը ձեր տնից է ստանը։ Պարոն Գրիգորյան, եթե որևէ մարդ, քաղաքական գործիչ, քննադատի Նիկոլ Փաշինյանին դուք ենթադրում եմ բավական կոշտ կհակադարձեք, ճիշտ է։ Տեսեք, ախր քննադատել եւ վիրավորելը տարբեր բաներ են։ Տեսեք, քննադատություններ բազմաթիվ են եւ ոչ բոլորին անդրադառնում եւ ոչ այնց ամենամեծ քննադատը մենք ենք մեր մեջ, ուղղակի այդ մեր նիստերը ըստ էության բաց չի, որ լրագրողները կան տեսնեն, թե ոնց ենք մենք մեկս մյուսին քննադատում եւ վերջում։ Պարոն Գրիգորյան, տեսեք, եթե դուք ամենավերջի միայն ձեր մասին չի խոսքը, խմբակցության անդամներ, գուսակիցները ձեր շատ կոշտ ձևով քննադատում եք, ամեն ինչ ասում եք կաթողիկոսի մասին։ Դուք ինչպես եք պատկերացնում, որ որևէ քահանա բացառությունները հանենք, կարող է նորմալ վերաբերվել այն մարդկանց, որոնք քննադատում են իր, այսպես ասած, վերադասին, վեհափառին։ Ուրեմն տեսեք, թող հանրությանն ու հասարակության հանեն Հայաստանի Հանրապետությունը եւ մնան մենակ իրենք, որտեղ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնությունը քննադատում է իրենց քահանաների Որտեղ որ ասում եք մեծամասնություն, որտեղ եք այդ մեծամասնությունը տեսել, ովքեր են ձեզ ասել, որտեղից եք հասկացել, որ ժողովրդը այդ մասին է ասում։ Մինչ այս ընդդիմություն պաշտպանել եւ այլն եւ մեր ժողովրդի մի մասին, չգիտեմ ոնց համոզել հանել մեր դեմ, մինչ այդ պահը ես չեմ լսել գոնե մեկ մարդից, որ գոհունակություն հայտնի, որ ասի իրապես հավատացյալ է տվյալ այդ պահի կաթողիկոսը չեմ լսել, ուղղակի չեմ լսել, բայց ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ հայ քրիստոնյա, ես միշտ մտածել եմ միգուցե այդ ուղղակի ասեկոսներ են, բայց երբ որ հասկացանք ընդ որում ինչա կատարում եւ ընդ որում նրանք չհերքեցին, ընդ որում այդ, չգիտեմ, արգենտինացի տղա, չգիտեմ, նրանց դու չեք պատկերացնում ես ամեն ինչը ինչա ենթադրում հավատացյալ ավատավոր մարդի կյանքում, իրապես եմ ասում, ես
մենք մեր տանը եւ ունենք սուրբ եւ հենց իմ տան դարպասի մոտ Նորատուսի սուրբ Աստվածածին եկեղեցին է, մի քիչ այնքան Շոր Գոլի վանքն է, մյուս այնքան սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, սուրբ Հովանեսն է եւ այլն, այսինքն ես ամեն օր ամեն կիրակի պատարակների մասնակցող հայ քրիստոնյա եմ եւ այդ ժամանակ ինձ մի անգամ էլ լրագրողն հարցեց, ասա ո՞նց է մասնակցում պատարակին, երբ տվյալ քահանան օծված է ձեր ասած կտրիշ Ներսիսյանով, ես ասեցի, տեսեք, եկեղեցու ներսում հավաքված յուրաքանչյուր մեկը, ով աղոթք է անում եւ ավելին գիտի գրքից կամ եւ ավելին կարող է արտաբերել, ես կլսեմ իրեն, ինչ կապ ունի ինքը քահանայա, թե ուղակի սովորական հավատավոր մարդ, եւ մենք գնում ենք այնտեղ աղոթք առաքելու առ Աստված, ինչ մասնախոսք է։ Այսինքն դուք նորմալ եք վերաբերում այդ պարագայում, չեք քննադատում արդեն վեհապառին, որովհետև այո, լրագրողը ճիշտ է նկատել, ինքը օծված է կաթողիկոս Գարեգին II-ի կողմից։ Տեսեք, այդտեղ հավատավոր ժողովուրդը Այստեղ խնդիր չեք տեսնում այդ առումով։ Տեսեք, ես խնդիր չեմ տեսնում այնքանով, եթե ինքը իրապես հավատացել է, թե ով է իրեն կենքել, հավատացեք դա կապ չունի։ Եթե ինքը իրապես հավատացել է, թե ինքը Աստծո պատվիրանները կատարող հայ քրիստոնյա է, էլ կապ չունի թե ինքը օծվել է, ասենք եկեղեցի ենք սարքել օծելու համար ինչ-որ գումար էր պահանջվել։ Ես դες գիտեմ, եկեղեցին մի որոշակի ժամանակ չօծվեց, հետո այլ մարդ եկավ օծեց, այսինքն Հայաստանի Հանրապետությունում բարերարները մեծ եկեղեցի են կառուցում եւ քանի որ այդ գումարի չափը, չգիտեմ, այդքան մեծ չի, երևի դրա համար ինչ-որ կտրիչը չի գալիս, այն ժամանակ վեհապառը չէր գալիս բան անելու, օծելու, այս խայտառակությունը։ Եվ քանի որ բարերարների մասին խոսեցիք, արդեն ներողություն խնդրել եք, Սամվել Կարապետյանին խոստանում եք ներողություն խնդրել։ Ես նման բան չեմ խոստացել, երբեք Կալուգայի Սամոյից չեմ ասել ներողություն կխնդրեմ, կամ ինչ-որ դուք ասացիք Սամվել Կարապետյանից, ես հանրությունից հասարակություն ներողություն խնդրելու խնդիր չեմ տեսնում, եւ եթե պետք լինի հանրությունից հասարակությունի մշտապես 8, 10, 100 անգամ ներողություն կխնդրեմ, եթե ինչ-որ բան արել կամ չեմ արել, ես ասել եմ եւ իմ ասածին մինչեւ վերջ տերեմ եւ նաեւ ինչ իհարկե ոչ եւ ես Factor TV-ին ասել եմ թող կամ բանավեճի բաներ ունեմ ասելու ես երեք էլ հարցազրույցում ասացի բաներ ունեմ ասելու եւ տեսեք ես այնտեղ ասեց նաեւ որ 23 թվականին եթե չեմ սխալվում չեմ հիշում բանը լրագրողը Սևանում ինչ-որ բան ասի երբ ինք ասա չեմ հիշում 23 թվականին հա 21 թվականից հետո հա երբ այլ երկրները Ռոբերտ Քոչյանի վրա ներդրում էին արել եւ հասկացան որ ինքը զրոյացվեց երկրորդը պարզեր եւ բոլոր հանրության ներ պարզ որ երկրորդ տեխնացուն այդ Կալուգայի Սամոնն է ու ինքը գալու է այստեղ բանանալու ու այդ 2022-23 թվականին արդեն անցած տարի էլ դպրոցում պայուսակ բաժնեցին ինչու չեն բաց թողնում իրավապահները իշխանությունը ինչու բաց չի թողնում Սամվել Կարապետյանի եթե վտանգ չեք տեսնում իրեն բաց թողնեն գրոհի Հայաստանի Հանրապետության վրա իսկ ով ասում որ պետք է գրոհի իրափաստաբանը Իրափաստաբանը ձեր ասած կարող այլ կարծիք ունի, հետո նա բացատրել է, որ չի գրոհելու։ Խոսքը ընդհանրապես իրավական գործընթացների մասին է։ Դե ուղղակի ինքը այդ ժամանակ անկեղծ էր, հետո իրանն ասացին, որ ճիշտ չես ասել, գնա մի ձև բան արա, գնաց ասել։ Պատրաստվում եք ականջները քաշել, ով որ գրոհի ասել եք։ Այո, ես ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, ով կփորձի գրոհել Հայաստանի Հանրապետության եւ այ ժողովրդի վրա պետքա այդ մարդկանց ակաշտերը քաշել եւ ես ուզում եմ նաեւ մի հատ բան ասել երեք ես չգիտեմ ինչքան ված ճիշտ թող ներեն հանրությունն ու հասարակությունը ոնց մեկ ներողություն չեն կտրում 100 անգամ թողներեն եթե ես սխալվում եմ բայց երեք ես համացանցում կարդացի որ երեկվա լրագրողը այնտեղի ով այդպես սադրում էր եւ այլն կարդացի որ գրած էր որ իր եղբայրն է նշանակվել այնտեղ քահանա ես չգիտեմ Քավլիցի այդ իշքամովա ճիշտ ինֆորմացիա թե չէ ես այդ կարդացել եմ Facebook-ից բայց եթե հանկարծ այդպես լինի դա արդեն վնասում է նաեւ ձեզ լրագրողությանը ես նկատի ունեմ Իսկն ազնական շահեր հետապնդել ես վստահ եմ ձեր մոտ չընդունված բան է, էլի ազնական շահով գնալ եւ ազնական շահը չգիտեմ, բայց եթե իրականում վատ բան է տեղ ունենում եւ Կարգալույս քահանան իրավունք չունի, պետք է խոսել եւ բարձրաձայնել այդ մասին, որ նա չմտնի եկեղեցի։ Պետք է խոսել բարձրաձայնել, բայց չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սադրից չասել։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին ուղիղ կանգնած է Իրանց նկարած տեսագրության մեջ երևում ուղիղ կանգնած քաղաքացուն ասում այս սադրիչն ինչի համար է կանչել այսինքն այդ մարդը եկել է իր եկեղեցին պաշտպանել ու իր համայնքի եկեղեցին պաշտպանել Իրակի դուք գնալու եք միանշանակ գնալու եմ
Միանշանակ գնալու եմ պատարակի մասնակցելու հասկանամ այնտեղ ոնց է պատարակը մատուցվում եւ ուզում եմ նաեւ այդ դրանով իմ աջակցությունն հայտնել եւ ասել այն բոլոր հոգեվորականներին ովքեր իրապես հավատացել են ես ասում եմ եթե նոր մի քիչ առաջ իմ ելույթում էլ ասացի եթե չգիտենք բոլորս աստվածավախ լինենք, աստվածապաշտ լինենք, այս կյանքը այնքան հետաքրքիր կլինի, որ մեկս մեկին վնաս չտալով ես մի քիչ առաջ նաև ձեզ նորից ասեցի, հարյուրավոր ստահակներ, նույն Կալուգայի Սամոյի 10 ովչիկները մտել են էջերումս եւ անընդհատ երեխաներից թիրախավորում են, անուններն են թիրախավորում, նույնիսկ ընդհուպ մի հատ մարդիկ իրանց երեխայի նկարը դնում են իրենց պրոֆիլին եւ հայոյում են, որպեսզի դու իրենց հայոյես յանի այդ երեխունը, այսինքն այնքան գաղշ մտնոլորտ են ստեղծել դուք հիշում եք որ դուք եկեղեցու հանդեպ եք ամենավերջին բառով արշավանում իրենք էլ ստիպված պատասխան այսինքն դու եթե Կտրիշ Ներսիսյանին համարում եք եկեղեցի այդ արդեն շատ վատ է զարուրելի է որովհետեւ ինչ այլանդակություն ասես ինքը չի տեսեք կաթողիկոսի հետ կապված դուք ասում եք եկեղեցին չի Արագածոտնի ամբողջ թեմը գլխատեցիք դա արագ իրավապահ գործընթացներ իրականացրեցիք եկեղեցի չի Շիրակի թեմի առաջնորդը եկեղեցի չի Տավուշի թեմի բայց այս համար եկեղեցին ո՞րն է Մեր համար եկեղեցին Աստծո տունն է եւ այնտեղի մարդը եթե իրապես հավատացյալ է եկեղեցու ծառանա եւ ժողովրդի ըստեյության եւ Աստծո ձայնը պետքա ըստեյության փոխանցի ժողովրդին եւ եթե այդպես չի իմ համար եկեղեցին Աստծո տունն է որը որևիցե մարդի հետ չի կարող նույնականացվել եւ դա գրված է նաեւ Սուրբ գրքում